Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը ջրհոս նշանի համար։ Սիրելի ջրհոսներ, կնայենք ամսական կտրվածքով մոլորակներն իր դիրքավորում են ունենալու, ինչպես նաև կնշեմ լարված օրերի մասին, որը որ հատկապես դուք եք շատ զգալու, սիրելի ջրհոսներ, կնշեմ նաև որ օրերի ծնվածները կզգան այս լարվածությունը բոլորից շատ։ Կարևոր ամիս է լինելու, ունենալու ենք հետընթաց Մերկուրի, ունենալու ենք արևի խավարում եւ շատ կարևոր միացում։ Հերթականությամբ անցնեմ, որ ոչինչ չմոռանամ։ Հիշեցնեմ նաև, որ հորոսկոպը միշտ նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով, քանի որ ասցենդենտի նշանը շատ կտա ձեզ հստակ կոնկրետ ինֆորմացիա։ Իհարկե երկու նշան էլ պետք է նայեք ու այսպես կարծես իրար միացնեք, որպեսզի վերջնական տեսքը տեսնեք, պատկերը տեսնեք ամսվա։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, բայց գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, կարող եք ինձ գրել նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը, ծննդյան ժամը, սիրով ձեզ կպատասխանեմ։ Կարող եք գրել մեկնաբանություններում կամ եթե ցանկանում եք, որ ես ձեզ համար կազմեմ ծննդյան քարտեզ, կարող եք գրել ինձ Instagram-յան էջում։ Սա իհարկե անվճար է, ես ուղղակի քարտեզը կկազմեմ, սկրինշոտ տարբերակով ձեզ կուղարկեմ, բայց քարտեզ կարող եմ կազմել միայն նրանց համար, ովքեր գիտեն իրենց ծննդյան ճշգրիտ ժամը, քանի որ եթե ծննդյան ժամը ճշգրիտ չլինի, քարտեզը արդեն սխալ կլինի։ Դե ինչ անցնեմ հերթականությամբ ներկայացնեմ։ Արևը մինչև ամսի 18-ը գտնվելու է ջրհոս նշանում ձեր առաջին տանը եւ կարծես ամբողջ ֆոկուսը լինելու է դուք ձեր արտաքինի հետ կապված փոփոխությունները։ Եթե ցանկանում եք օրինակ մազերի ձևը փոխել, գույնը փոխել, ոճը փոխել, լավ ժամանակահատված է դրա համար։ Եթե պետք է ինչ-որ պլաստիկ էսթետիկ միջամտություններ կատարեք, լավ կլինի առաջին շաբաթում կատարեք այդ ամենը, հետո կասեմ ինչու թե չի կարելի կատարել։ Ամսի 18-ից հետո արևը կանցնի երկրորդ տուն ձեր ֆինանսների տուն եւ արևը առհասարակ ինչա էներգիա է, կարծես էներգիա կլինի ձեր ֆինանսների տան հետ կապված։ Եթե ցանկանում եք ինչ-որ փոփոխություններ մտցնել ձեր ֆինանսական դաշտում, ամսի 18-ից սկսած հանգիստ մտցրեք։ Մերկուրին մինչև ամսի 6-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր առաջին տանը, ձեզ դարձնելով ավելի շփվող, ավելի շատ կլինեն խոսակցությունները, շփումը, զանգերը, բանակցությունները։ Մերկուրին ամսի 7-ից սկսած կանցնի ձկներ նշան ձեր երկրորդ տուն եւ շատերը ինչ որ փաստաթուղթ կստորագրեն, բանակցություններ կունենան կապված ֆինանսների թեմայով, գուցե շատերը որոշեն օրինակ խոսել իրենց ղեկավարության հետ, որպեսզի աշխատավարձը բարձրացնեն կամ նման հարցեր կլինի կամ եթե ինչ որ բան եք ցանկանում գնելու վաճառել, դրա հետ կապված կլինեն այդ ամբողջ բանակցությունները։ Ամսի 26-ից սկսած ռետրո կդառնա Մերկուրի մոլորակը, որպեսզի անընդհատ չկրկնվեմ, առանձին նյութ եմ ունենալու, մանրամասն կասեմ ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակ եւ բոլորից շատ ովքեր են զգալու այդ փոփոխությունները։ Բաժանորդագրվեք ալիքին, որ նյութը բաց չթողնեք։ Վեներա մոլորակը մինչև մարտի ներողություն մինչև փետրվարի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր առաջին տանը։ Շատ ջրհոսներ այս ժամանակահատվածում կգտնեն իրենց երկրորդ կեսին, կսիրահարվեն, հաճելի նվերներ կստանան, եթե պետք է արտաքնի հետ կապված փոփոխություններ մտցնեք, Վեներան ձեր առաջին տանը ձեզ կօգնի, որպեսզի գոհ լինեք այդ փոփոխություններից։ Ամսի 10-ից սկսած Վեներան արդեն կանցնի երկրորդ տուն ձեր ձկներ նշան, բերելով ձեզ գումար, թե որտեղից կլինի այդ գումարը, ամեն մեկը մի ձև կզգա, բայց ուղղակի եթե այսպես հասարակ մակարդակով նայեն, գուցե ոմանք ուղղակի ստանան իրենց աշխատավարձը, բայց ոմանք էլ այլ եկամուտներից կարող է եւ ունենան եկամուտ գումար ստանան ամսի 10-ից սկսած։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր առաջին տանը, դարձնելով ձեզ ակտիվ, եռանդուն, հիանալի ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք սպորտով, հատկապես նրանք, ովքեր ծուլանում են, չեն կարողանում զբաղվել, Մարսը ձեզ կօգնի, կտա այդ բավարար էներգիան, որպեսզի կարողանաք զբաղվել սպորտով, բայց Մարսը առաջին տանը դարձնում է մարդկանց մի փոքր ագրեսիվ, կռվարար, որպեսզի այս էներգիան չվերածվի բանավեճի, կռվի, ձեր զուգընկերոջ հետ, ձեր շրջապատի հետ, լավ կլինի, որ զբաղվեք սպորտով այդ էներգիան չեզոքացնելու համար։ Յուպիտեր մոլորակը հետընթաց դիրքով է խեցգետին նշանում, իսկ դա սիրելի ջրհոսներ ձեր 6-րդ տունն է, 6-րդ տունը դա ինչ է իրենից ներկայացնում, առողջությունը առաջին հերթին, աշխատանքը, ինչպես նաև ընտանի կենդանիները։ Գուցե նախկին աշխատանքից, աշխատավայրից ձեզ կանցրեն աշխատանքի, եւս մեկ շանս տան աշխատելու, գուցե
ինչ որ առողջական խնդիրներ էին եղել, հետընթաց Յուպիտերը ձեզ տա հնարավորություն, որպեսզի փոխեք ձեր ապրելակերպը, ձեր սննդակարգը, որպեսզի կարողանաք հաղթահարել այդ առողջական խնդիրները։ Համենայն դեպս շատ լավ է, որպեսզի վերսկսեք, վերանայեք ձեր սննդակարգը եւ անցնեք ավելի առողջ սննդակարգի։ Զբաղվեք ձեզնով, ձեր մաշկով։ Սատուրն մոլորակը փոխում է իր նշանը, ամսի 14-ից սկսած, փետրվարի 14-ից սկսած մտնում է Խոյ նշան եւ առաջիկա 2.5-3 տարիների ընթացքում գտնվելու է Խոյ նշանում։ Սատուրնը նախորդ 2.5-3 տարիների ընթացքում ձեր երկրորդ տանն էր գտնվում, ֆինանսների տանը, որը կարծում եմ շատ ջերհոսներ արդեն զգացել էին, որ ֆինանսները ավելի քչացել էր, կրճատվել էր, դժվարություններ էին առաջանում գումար ստանալու հետ կապված։ Այս ամենը արդեն կմնա անցյալում, Սատուրնը կանցնի ձեր երրորդ տուն։ Երրորդ տունը դա շփումն է, հարաբերություններն են մեր քույր եղբայրների հետ, գոլեգաների հետ, ինչպես նաև կապի տրանսպորտի միջոցներն են։ Այստեղ կարծում եմ, որ շատերը կորոշեն ինչ-որ կապի կամ տրանսպորտի միջոց ձեռք բերել, հատկապես որ սիրելի ընկերներ, այստեղ նաև մինչ սա ասեմ, որ Սատուրնը երրորդ տանը շատ հաճախ տալիս է հարաբերություններում մի փոքր սառում, սառի հարաբերությունները կապված կամ ձեր հարևանների հետ, կամ քույր եղբայրների հետ։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Շատ կարևոր մոլորակների միացում են ունենալու, Սատուրնն եւ Նեպտունը միանալու են ամսի 20-ին, փետրվարի 20-ին, դա ճշգրիտ միացումն է ձեր երրորդ տանը, եւ Սատուրնն ու Նեպտունը կարծես շատ ուժեղ ամուր հիմք են հանդիսանալու որևէ ձեր ցանկության, որևէ հիմք է դրվելու կապված երրորդ տան հետ։ Երրորդ տունը ինչ է, բանակցություններ, ինչ որ դասընթացներ, շփում, փաստաթղթեր եւ այլն։ Այս հարցերի շուրջ, ինչ որ կարևոր նոր սկիզբ է լինելու ձեր կյանքում։ Նման միացում լինում է 30 տարին մեկ անգամ, այնպես որ պատկերացնում եք, չէ՞, ինչքան ուժեղ է լինելու այս միացումը։ Հիմա նշեմ, Սև լուսնի հետ կապված, Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, ձեր շարժվելով 4-ից 7 աստիճան, աղեղնավորը դա ձեզ համար սիրելի ջրհոսներ 11-րդ տունն է։ Սև լուսինը 11-րդ տանը հնարավոր է օրինակ լսեք, որ ձեր ընկերուհիները կամ ընկերները ձեր մասին բամբասում են, ինչ որ կամ նրանք փորձեն ձեզ շանտաժի ենթարկել։ Սև լուսինը 11-րդ տանը հիանալի ժամանակահատված է, որպեսզի ձեր գործը, ձեր աշխատանքը գովազդեք։ Այդ հարցում ձեզ Սև լուսինը հաստատ կօգնի։ Պլուտոն մոլորակը շարունակում է գտնվել սիրելի ջրհոսներ ձեր առաջին տանը եւ առաջիկա 20 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու։ Այս ամսում շարժվելու է 3-ից 4 աստիճան, այսինքն բոլոր այն ջրհոսներն, ովքեր ասցենտով են ջրհոս եւ ասցենտը գտնվում է 3-ից 4 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 26-27, այսինքն հունվարի 26-ին 27-ին, դուք բոլորից շատ այս ամսում կզգաք այս Պլուտոնի տրանսֆորմացիան, ձեր կյանքում։ Ունենալու ենք նորալուսին, այն լինելու է ջրհոս նշանի 29 աստիճանում, բայց սա սովորական նորալուսին չէ, ամսի 17-ին է լինելու, այսօրը արևի խավարում ենք ունենալու սիրելի ջրհոսներ, եւ 3 ամիս առաջ եւ 3 ամիս հետո այն իր ազդեցությունը կարող է ունենալ։ Սա նորալուսին է, այսինքն նոր սկիզբ է, նոր հնարավորություններ է, շատ ջրհոսներ կգտնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Կարծում եմ կամ ձեր արտաքինը կփոխվի, կարծես դուք նոր արտաքնով կհանդիսանա, արդեն հարության մեջ դուրս կգաք։ Նոր ոճ, նոր ինչ-որ պլաստիկ էսթետիկ միջամտություններ եւ այլն։ Բոլորից շատ այս խավարումը կզգան բոլոր այն ջրհոսները, ովքեր ջրհոս են ասցենտով, ասցենտը գտնվում է 28-29 աստիճանում ջրհոսի կամ ովքեր ծնվել են փետրվարի վերջին, այսինքն փետրվարի 17, 18, 16, 17, 18 այս օրերի ծնվածներն են զգալու այս խավարման ազդեցությունը բոլորից շատ։ Լիալուսին ենք ունենալու հարյուց նշանում, ձեր դիմացի նշանում փետրվարի 2-ին, որը եկող 2 շաբաթվա ընթացքում իր ազդեցությունն է ունենալու։ Այս լիալուսինը պարզություն է, վերջնական կետ է կապված ձեր հարաբերություններում, այսինքն գուցե ինչ-որ ձեր զուգընկերոջ մասին ինչ-որ նորություն իմանաք, նա ձեզ ինչ-որ կարևոր ինֆորմացիա փոխանցի, այս լիալուսնի ազդեցության ներքո որոշեք ամուսնանալ կամ ամուսնալուծվել, նման հարցեր կլինեն։ Բոլորից շատ այս լիալուսինը կզգան նրանք, ասցենտով առյուծները 13 աստիճանի կամ ովքեր ծնվել են ամսի 5-ին։ Այսինքն օգոստոսի 5-ին ծնված առյուծները բոլորից շատ կզգան այս ներողություն, այս լիալուսնի ազդեցությունը։ Այժմ նշեմ լարված օրերի մասին, շատ լարված օրեր ենք ունենալու սիրելի ջրհոսներ եւ դուք ավելի շատ եք այդ լարվածությունը զգալու։ Առաջինը ամսի 8-ին է լինելու, Ուրանը եւ Վեներան կազմելու են 90 աստիճանի անկյուն։
Այստեղ քանի որ Վեներան գտնվում է ձեր առաջին տանը, իսկ Ուրանը ձեր 4-րդ տանը, առաջին ու 4-րդ տներ, այս լարվածությունը կարող է կապված լինել ընտանիքի հետ, անշարժույթի հետ, եթե պետք է անշարժույթ ձեռք բերեք, վարձակալության հանձնեք եւ այլն, այս օրվանից զերծ մնացեք, քանի որ ինչ որ հարցեր կարող են լինել։ Տան հետ կապված, տանը հոսանքի հետ կապված եղեք շատ զգույշ։ Ամսի 8-ը, ներողություն, ամսի 9-ը կլինի կրկին լարված օր, Մերկուրին եւ Լիլիթն են կազմելու 90 աստիճանի անկյուն, այս օրը հետևեք ձեր խոսքին, մտքին, որպեսզի սխալ ինֆորմացիա չստանաք, սխալ ինֆորմացիա չտաք, որի արդյունքում հետագայում խնդիրներ, տարաձայնություններ կարող են առաջանալ։ Կրկին շատ լարված օր է լինելու փետրվարի 15-ը։ Այս մի քանի օր առաջ հետո անպայման իր ազդեցությունը կարող է ունենալ, այստեղ շատ լարված է լինելու, կարող է լինեն իրավիճակներ, բացասական իրավիճակների մասին է խոսքը կապված ձեր ընտանիքի բնակության վայրի հետ, զգույշ եղեք տանը հոսանքի հետ կապված, առհասարակ անսպասելի ինչ-որ վատ իրավիճակներ կարող են լինել։ Ուրանը նաև ասում է, որ հնարավոր է այս օրը ինչ-որ ինքնաթիռի ռեյսեր, չվերթներ ինչ-որ հետաձգվեն, կամ առհասարակ, եթե հնարավորություն ունեք այսօր ինքնաթիռ չնստելու, շատ ավելի լավ կլինի։ Էլեկտրականության հետ կապված եղեք շատ զգույշ։ Քանի որ այս բացասական ասպեկտացիան լինելու է 27 աստիճանում, հատկապես բոլորից շատ այն ջրհոսները պետք է ուշադիր լինեն, ովքեր ասցինդենտով ջրհոս են, ասցինդենտը գտնվում է ջրհոսի 27 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ամսի, այսինքն մի րոպե նշեմ, հունվարի ներողություն, փետրվարի վերջին, փետրվարի այսպես 16-ից մինչև 17-18 այս օրերի ծնվածները թող լինեն շատ զգույշ։ Իհարկե բոլոր ջրհոսները պետք է լինեն զգույշ, ուղղակի այս օրերի ծնվածները էլ ավելի շատ։ Հաջորդ լարված օրը կլինի ամսի 27-ին, մի քանի օր առաջ հետո եւս Մարսը եւ Ուրանն են կազմելու 90 աստիճանի անկյուն։ Սիրելի ջրհոսներ, վերոնշյալ, որ նշեցի որ օրերի ծնվածները եւ որ ասցինդենտի նշանները եւս ձեզ համար է շատ լարված լինելու։ Պայթունավտանգ իրավիճակներ կարող են լինել, բնական աղետներ կարող են լինել, սուր կտրող ցակող գործիքների հետ, կրակի հետ աշխատելիս եղեք շատ զգույշ։ Այսքանը կապված փետրվար ամսվա հետ, սիրելի ջրհոսներ, այնպես որ եղեք շատ զգույշ, ամեն ինչ լավ ուսումնասիրեք, տնից դուրս գալուց միշտ նայեք, որ հոսանքը անջատած լինի, գազը անջատած լինի, նման ինչ որ հարցեր կարող են լինել, բայց իհարկե դուք արդեն տեղյակ եք, ուշադիր կլինեք եւ կարծում եմ ամեն ինչ շատ լավ կլինի։ Այսքանը, շուտով կհանդիպենք, ցտեսություն։